շարունակել իրար հետ միասին։ Դանիելյան, տեսակ որ բազմաթիվ քաղաքացիներ հակառակ էս եղանակային անբարենպաստ պայմաններին էլի այստեղ էին Զվարթնոցում։ Սա ինչի մասն է վկայում, արդյոք այն աջակցությունը հանրային, որի մասին նաև վիճակագրությունն է փաստել։ Իհարկե, վեհապար Տերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վայելում է մեր ժողովրդի լիակատար աջակցությունը։ Իհեճուկս այս NKVD-ի մեթոդների, իհեճուկս ամեն ինչի տեսնում եք, որ մեր հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցներ գալիս են ողջունելու իրենց զորակցությունը հայտնելու վեհապար Տիրոջը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն մեր անազատության մեջ գտնվող սրբազան հայրերին, գիտեք որ ինչ բռնությունների են ենթարկվում քահանայական դասը, գիտեք որ ինչ պղծությունների են գնում, բայց իհեճուկս այդ ամեն ինչի մենք տեսնում ենք որ մեր թեմի եւ Շիրակի թեմի, Գուգարաս թեմի, Տավուշի թեմի, մնացած թեմերի ուրեմն մեր հոգևոր դասի ներկայացուցիչները մերժում են այս թրքահապատակ իշխանությունների բերած օրակարգը, իրենց լիակատար աջակցությունն են հայտնում, պատրաստ են կանգնել, աջակցել, պաշտպանել եւ մեր Տիրոջ տունը մենք իրավունք չունենք թողնելու, որպեսզի այս բարբարոսները մտնեն եւ պղծեն։ Պարոն Դանիելյան, ուշադրություն դարձնենք, որ այստեղ նաև արտասահմանյան լրատվամիջոց կա, հենց այս պահին մեզ հետ լուսաբանում է, այս տեղեկացել ենք, որ կարծեմ Լեհաստանից են, ամեն դեպքում այս հետաքրքրությունը դրսի, ինչի մասին է։ Դե սա աննախադեպ է, ամբողջ աշխարհով մեկ նման բան գոյություն չունի, երբ որ ազգակործան ինքը հայտարարում է, այո, ես հանձնարարություն եմ տվել ուժային կառույցներին, հանձնարարություն եմ տվել ԱԱՑ-ին, որպեսզի ճնշում գործադրեն քահանայած դասի վրա, սրբազանների վրա, եւ սա ուղիղ միջամտություն է, ուրեմն եկեղեցու ներքին գործերի, սա բռնաճնշում է, սա քրեորեն հետապնդելի արարք է, եւ պատկան մարմինները ոչ թե պիտի ձերբակալեն սրբազաններին, այլ պիտի գնային կառավարություն եւ կառավարության շենքում ձերբակալեին, փաստացի մարդը խոստովանել է, չէ՞։ Իր մամուլի ասուլիսի ժամանակ մարդը ասել ասում է ես եմ ուղարկել ԱԱՑ-ին, որպեսզի ճնշում գործադրեն քահանաների վրա։ Սա ինչ է նշանակում։ Ոչ միայն մի լրատվական, այլ տասնյակ հարյուրավոր լրատվականներ պիտի լուսաբանեն այս իրավիճակը, սա եւ մի դիտարկում նաեւ կներեք, էլի ամեն դեպքում ասում են, կոնկրետ Փաշինյանը ասում է, կարողանում եմ, անում եմ, եթե ժողովուրդը դեմ լիներ, եթե լիներ եկեղեցու կողքին, եթե ընդդիմությունը այնքան ուժեղ լիներ, այնքան արդար նպատակներ ունենար, չէր կարողանար ինձ կասեցնել, այս ընթացքը կասեցնել, այսինքն ես այս ամենում շատ ճիշտ եմ, ես կարողանում եմ մաքրել։ Ինքը չի կարող ճիշտ լինել, նախ այստեղ ընդդիմություն կամ իշխանություն բան չի, այստեղ մեր հավատքի պաշտպանության հարցը կա եւ սա նեղ անձնական կուսակցական խնդիր չի, հարց չի, բայց ինչ մեթոդներով է իր նպատակներին հասնում։ Բռնությունների միջոցով, բռնաճնշումների միջոցով, կալանավորումների միջոցով, հակաօրինական քայլերի միջոցով։ Ի վերջո օրը գալու է մարդը պատասխան է տալու իր բոլոր արարքների համար։ Քրեորեն պատժելի իր բոլոր քրեորեն պատժելի արարքների համար օրը գալու է դատարանի առաջ այս մարդիկ պատասխան են տալու։ Դա չի նշանակում, որ հիմի հակաօրինական քայլերի է գնում, դա նշանակում է, որ ասին կարա բռնաճնշումներ կատարում այդ բռնաճնշումները։ Մեկի ջեբը պլան են գցում, մեկին ահաբեկիչ են ասում, մեկին էս, բայց պարզա չէ՞ ամեն ինչի համար է արվում։ Եվ սա այս ամեն ինչը ես հավաստիացնում եմ ձեզ, որ չի մարսելու, այս իշխանությունը չի մարսելու սա։ Ինչքան էլ որ ամիսներ տևի, օրեր տևի, մեկ այս ամեն ինչը չի մարսելու։ Դիտարկում են, նայեք, մենք վեհապարն ենք սպասում, այդ պահին Եվրամիության դեսպանն է։ Այո, մոտեցան։ Դուք մոտեցան։ Մոտեցան իրեն հարց։ Մենք չհասցնենք, սպասում ենք վեհապարի։ Հայրեն շնորհակալություն էր հայտնում, ասում են իրեն ներկայացնում էին, որ Հայաստանում կան տասնյակ քաղբանտարկյալներ, որ սրբազան հայրերը անազատության մեջ են, դրան ի պատասխան ես միայն այն լսեցի, որ ասում է շնորհակալություն։ Հավանաբար հրաժարվել է միջոցով է ուղղակի հրաժարվել հարցազրույցից։ Դե ամեն դեպքում ես ուզում եմ հիշեցնել ձեզ նախկինում Եվրոմիության դեսպանների այն արձագանքը, որ կար մինչև 18 թվականը։ Մեկի մազը ծռվում էր, իբր ինչ որ խնդիր կար, այդ մարդիկ գնում են, քրեակատարողական հիմնարկներ են գնում, դատերին են գալիս մասնակցում, ասում են, որ Հայաստանում ինչ կա, 60-ից ավել այսօր Հայաստանի Հանրապետություն քաղբանտարկյալ կա, եւ իրենք պետք է պատասխան տան։ Չի ներկայացվում։ Իրանց պատկերը լավ ճիշտ էլ ներկայացվում է, մենք
բազմաթիվ նամակներ ենք իրենց ուղղել, հրավիրել ենք իրենց խորհրդարանական լսումների ժամանակ, եթե չեմ սխալվում, մենակ Ամերիկայի Միացյալ Նահանգների ուրեմն ներկայացուցիչներ մենակ ներկա, ուրիշ ներկայացում չեմ տեսել։ Մեկ է Բագրատ Սրբազանի դատերի ժամանակ Կանադայի հյուպատոսն է ներկա լինում։ Ուզում ասեմ այդ ծրարները իրենց ներկայացումը, այդ փաթեթը ներկայացումը, իրենք էլ բացի մեր ներկայացնել, իրենք էլ լավ տեսնում են, չէ՞ ինչա կատարվում։ Ինչի էդի նորությունն է, որ Հայաստանում ինչա կատարվում։ Տեսեք, եվրոպական որևէ մի երկրում, եթե իշխանությունը միջամտեր եկեղեցու ներքին գործերին, դա սկանդալ կառաջացներ ամբողջ քաղաքակիրթ Եվրոպայում։ Հասկանալի է, տեսակետը շնորհակալ եմ։ Մեծահաբ